Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, ցուցակիցս այսօր Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է։ Բարի երեկո, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, երբ կողքից նայում եք եւ տեսնում եք, թե ինչ է կատարվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եւ ինչ է կատարվում եկեղեցու շրջակայքում, ինքներդ ձեզ համար, որպես հավատավոր եկեղեցու հետևորդ, դուք ինչ եք ինքներդ ձեզ համար արձանագրում։ Մինչև հավատավոր քրիստոնյա լինելը կամ դրան զուգահեռ կամ չգիտեմ, դրանից հետո ես նաև իրավաբան եմ։ Իմ համար առաջի բանը, որ ստեղ ակնհայտ է, որ մեր իշխանությունը, պետության ղեկավարները, անկախ նրանց նկատմամբ վերաբերմունքից խախտում են սահմանադրությունը եւ օրենքները։ Եվ այդ միջամտությունը ապօրինի է։ Եվ այդ միջամտությունը չունի եկեղեցին բարեփոխելու նպատակ, թեև անգամ այդ դեպքում դա կլիներ ապօրինի միջամտություն։ Եվ անկախ նրանից մենք եկեղեցում ունենք խնդիրներ, հա, արդյոք կուսակրոնությունը խախտելը մահացու մեղք է եւ պիտի չպաշտոնավար են խախտած եկեղեցականները, արդյոք կա կոռուպցիայի բան, հա, դրսևորումներ եկեղեցու, անկախ էս ամեն ինչից մենք կարող ենք կարծիք հայտնել այդ մասին, բայց միջամտել, փորձել պաշտոնական դիրքը օգտագործելով կամ պետական կառավարչական մարմինների լիազորությունները գերազանցելով, սահմանազանցելով գնանք եկեղեցու մեջ մտնենք ու եկեղեցին բարեփոխելու գործառույթ մեր վրա վերցնենք, ես սա անվանում եմ սահմանադրության խախտում, սահմանադրական հիմքերի խախտում եւ ես կարծում եմ, որ եթե ոչ այսօր, ապա առաջին պատեհ հնարավորության դեպքում այս խախտումներին պետքա տրվի իրավական գնահատականներ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իրավական գնահատականի պետք է արժանանա հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին, arczepiskopոսներին կառավարությունում ընդունելու, հայտարարելու, որ եկեղեցին բարենորոգում է դրա համար։ Այո, որովհետև Նիկոլ Փաշինյանին չէ, ընդհանրապես Հայաստանի վարչապետին կամ կառավարությանը տրված չէ այդպիսի լիազորություն եկեղեցում ռեֆորմներ անցկացնելու։ Սա նախատեսված է սահմանադրությամբ այդ տարանջատումը, հա, իշխանություն եւ եկեղեցի, պետություն եւ եկեղեցի տարանջատումը։ Սա նաեւ եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին օրենքով է այդ տարանջատումը հստակեցված, իսկ մեր սահմանադրությունը շատ հստակ է ասում, որ պետական մարմինները բացառապես կարող են սահմանադրությամբ եւ օրենքով իրենց լիազորված ուրեմն գործողություններ կատարել եւ այս լիազորություններից դուրս գալը արդեն առաջացնում է իրավական այլ քրեաիրավական գնահատականի առերևույթ ուրեմն հանցագործության փաստ եւ օրինական երկրում քրեական վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները պիտի արձագանքեն այս գործողությանը։ Դե հիմա մենք չունենք ձեր ասածը, տեսեք, այսինքն մենք փաստորեն ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանադրությունը չի գործում, որովհետև այնինչ անում է Փաշինյանը, դրան չի արձագանքում Հայաստանի իրավապահ համակարգը, դրան չի արձագանքում գլխավոր դատախազը։ Պիտի մենք էլ տարանջատվենք ուրեմն, հա, եթե օրենքը չի գործում Հայաստանում, կամ ավելի այսպես ասենք, օրենքը չի գործում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև կառավարությունը արդեն հայտարարել է, որ ես եմ, ըստ էության դատախազությունը հայտարարել է, որ ես եմ, դատարանները հայտարարել է, որ ես եմ, հա, ուրեմն մենք պիտի մտածենք այլ քայլերով Հայաստանում օրինականությունը վերականգնելու մասին։ Որոնք են այդ այլ քայլերը։ Հա, ես հիմա պիտի բացատրեմ, որտեվ մի գործընկեր ասեց մեր ձևով Այո, Սամվել Կարապետյանը բարերար է ասաց մեր ձևով եւ հայտնվեց բանդում։ Պետական հեղաշրջման փորձ է կամ չգիտեմ, իշխանությունը բռնի զավթելու, ես կարծում եմ, որ այսօր մի ճանապարհ առաջարկել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անել։ Այդ շատ գործնականում հնարավոր եւ չբացառված տարբերակ պետք է դիտարկել այդ առաջարկը։ Գուցե ինչ-որ պահի պետք է ընդունել եւ
օրինական ճանապարհներով, խաղաղ հավաքներով, առանց զենքի, այն ինչ որ սահմանադրությամբ է, իմ ձեր իրավունքն է, մենք այո կարող է եւ օգտվենք հենց այդ առաջարկից։ Փողոցով իշխանություն վերցրած եւ հեղափոխություն արածին հնարավոր է հեղափոխությունով հեռացնել։ Իհարկե, Կա կարծիք, որ Փաշինյանը դիմագրավելու եւ դրա դեմն առնելու բոլոր տարբերակները գիտի, որովհետեւ ինքը այդ ամբողջ ընթացքում փողոցային պայքարի բոլոր անօրինական ճանապարհներով, որտեղ օրինական ճանապարհով հաջորդը ընտրություններով Փաշինյանը այլևս չի կարող, որովհետեւ Փաշինյանը այլևս չի տիրապետում համաժողովրդական այն աջակցությանը, որը ուներ 18-19 թվականներին եւ որը որոշակիորեն իներցիայով պահպանվել էր 21 թվականին։ Բայց նա ունի վարչական ռեսուրս իր տիրապետության տակ։ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններից առաջ հայտարարում է, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, թոշակները 2-3 հազար դրամով կբարձրացվեն, 60-ն անց թոշակառու մարդիկ անվճար առողջապահության ապահովագրություն կստանան։ Ինքը գուցե չունի 2018-ի աջակցությունը, բայց ինքը Հայաստանի պետական բյուջեն օգտագործում է ընտրություններից առաջ մարդուն փող տալու համար, որպեսզի մարդը գնա իրեն ընտրի։ Այդ առավելությունը ունի։ Փաշինյանը ուրիշ առավելություններ էլ ունի, արդեն ասեցի, ինքը դատախազի ու քննչական մարմինների մեջով մեզ բռնելու է, մեզ նստացնելու է, կալանավորելու է, ճնշելու է, բայց բռնապետության բանը վերջը մենք գիտենք որն է միշտ լինում։ Ինքը Նիկոլ Փաշինյանը գնում է տոտալ բռնապետության, տոտալ ավտորիտարիզմի ճանապարհով եւ այդ իր ոչ լեգիտիմ տիրապետությունը վերահաստատելու համար փորձելու է պետական, վարչական ամբողջ ապարատը կիրառել։ Բայց ես մի հետաքրքիր փաստ ասեմ, մենք վերջերս ենք մի քանի օր առաջ ենք այդ փաստը հայտնաբերել։ Տեսեք, վերջի 3 ընտրություններին խոշոր համայնքների Երևան, Գյումրի եւ Վաղարշապատ։ Ընդամենը այդ 3 համայնքներում կա 1.5 միլիոն ընտրող։ Եվ առանձին եւ իրար հետ Նիկոլ Փաշինյանին ձայն է տալիս այդ ցուցակի 10%-ը։ Դրա մեջ ներառված է վախեցած մեր հայրենակիցները, որոնք ցավոք սրտի կարողացել է վախի մթնոլորտ սերմանել, որ հակառակ գնալու դեպքում քեզ էլ կբռնեն, քո մասին կոմպրոմատ ունեն, կհրապարակենք եւ այլն։ Դրա մեջ կաշառված մեր հայրենակիցներն են, հա, ես ցավով եմ ասում, որ այդ երևույթը չի վերանում, որտեղ այո, աշխատավարձ, ասֆալտ, չգիտեմ, այսինքն այն հնարավոր բոլոր միջոցները, որոնցով կարելի է շահագրգռել եւ բերել կամ խոստում տալ, որ եթե ես ընտրվեմ ձեզ մոտ այսպիսի ձեր թոշակները կբարձրանա, ձեր այդ անվճար բժշկական ապահովագրությունը կլինի եւ այլն, որտեղ թվում է թե պետության կառավարիչի կամ իշխող քաղաքական ուժի համար դա պարտականություն տիրնի։ Բանից պարզվում է, որ դա լավություն են անում մեր ժողովրդին։ Ճանապարհ սարքելը պետության պարտականությունը չի։ Այո, բանն է, որ տեսեք մենք ձեր համար ինչքան լավ բան արեցինք։ Ընդամենը ձեր գործն եք արել, ընդ որում շատ վատ։ Որտեւ Երևան Գյումրի ճանապարհից եթե Սերժ Սարգսյանի այդ կառուցացնել հանենք, մի 70 կիլոմետր ամենում 7 տարում 70 կիլոմետր ճանապարհ։ Տարեկան 10 կիլոմետր ճանապարհով այսօր եկել են հայտ են ներկայացնում, որ պիտի 26-ին պետք է վերընտրվեն։ Դուք շատ կարևոր թվաբանություն եք բերում։ 1 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից Փաշինյանին ու ՔՊ-ին ձայն է տվել 10%-ը։ Այո, հասարակության զգալի շերտը ունի ընդդիմադիր հայացք, բայց արդյոք դա Փաշինյանի իշխանության վրա դրսևորվում եւ ազդեցություն է ունենում։ Այդպես էր նաեւ, եթե հիշում եք, Երևանի ավականու ընտրությունների ժամանակ 825,000 ընտրելու իրավունք ունեցող կար, ընդամենը 75,000-ի ձայնով Տիգրան Ավինյանը քաղաքապետ է։ Այսինքն այս համամասնությունը իրենց չի խանգարում։ Չէ, հիմա եկանք երկրորդ հարցին։ Երկրորդ տարբերակին, հա, առաջի տարբերակը ընդունեցինք, որ Փաշինյանի առաջարկն է հեղափոխություն անել, երկրորդ տարբերակը մեզ ընձեռնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ընտրությունների միջոցով հեռացնել իշխող քաղաքական ուժին եւ քո ներկայացրած հայտով փորձես անել այն ամեն ինչի հակառակը, ինչը ըստ քեզ
պիտի չաներ, բայց արել է Նիկոլ Փաշինյանը, կամ շարունակում է, կամ ուզում է դեռ առաջիկայում անի։ Այդ ձեր ասած կամ իմ ասած թվաբանության անդրադառնանք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունի 10% քվ ընտրողների, այդ նշանակում է, որ 90%-ը բացականներին հանենք, 40%-ը չի քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այ ընդդիմության գլխավոր խնդիրը պիտի լինի մինչև 26 թվականը, այս 40%-ին ասել, որ արի մերժի այս ընկերոջը։ Այսինքն տանի իր դաշտ։ Իհարկե, մենք պարտավոր ենք տանել մեր դա, մենք պարտավոր ենք տնից հանել, որտեղ միշտ ընդդիմությունը ունի մի հատ խնդիր։ Վերջում բողոքում է, մենք էլ ենք ընդդիմություն եղել, ես էլ եմ արձանագրել, որ իմ կողմնակիցներից այն 10 հոգուց, որոնք իմ կոչով կարող էին գալ քվեարկելու, 3-ն են եկել, այն 7-ին ուշադրություն չեմ դարձրել։ Այնպես չեմ համոզել, որ իրեն կարողանան, կամ ես այնպիսի մթնոլորտ չեմ ստեղծել, որ այս 7 հոգին գոնե մի անգամ քաջություն ունենան, հա, մոռանան այդ ճնշումները, այդ պետական ապարատի այդ մամլիչ բանը ու կան մտնեն քվեարկելու։ Երկրորդ բանը կա, արդյոք այնպիսի հայտ ներկայացված է եղել Երևանի ընտրություններում, որ այդ ընտրողը որոշել է, որ լավ, ես այս անգամ գնամ ընտրեմ։ Ես կարծում եմ, որ չէ, որովհետև մենք ինչ ենք ունեցել։ Ունեցել ենք Հայկ Մարության, հա, որը չի ներկայացրել ամբողջ ընդդիմադիր բանը, հա, դաշտը, եւ շատ-շատերը թեև եղել են ընդդիմադիր, ամեն դեպքում չեն համարել, որ իրենք պիտի Հայկ Մարությանին որպես քաղաքական մի ուժի ներկայացուցիչ ձայն տային։ Այ բայց եթե Հայկ Մարությանը օրինակ, հա, թող ինձ ների, բայց անցած գնացած բան է, մենք կարող ենք այդ քննարկել։ Եթե կարողանար իր շուրջ ստեղծել այնպիսի կոնսոլիդացիա, որի մեջ կլինեին գոնե ընդդիմադիր հայացքներ ունեցող, հա, մեր ընտրողների 40-50%-ը Հայկ Մարությանի ձայները կքառապատվեին, կհնգապատվեին եւ Տիգրան Ավինյան անունով քաղաքապետ մենք այսօր չենք ունենա։ Դուք ասում եք, եթե Հայկ Մարությանը կարողանար անել սա, կունենայինք ընդդիմության կոնսոլիդացիա։ Ընդդիմության կոնսոլիդացիայի իր տարբերակներս առաջարկեց Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը, եւ Թաթոյանի առաջարկած մոդելը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության նախկին 3 նախագահները չեն մասնակցում ընտրությանը, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ընդդիմադիր դաշտում այդ տարբերակով հնարավոր է ապահովել կոնսոլիդացիա։ Ինչ կասեք այս մոդելի մասին։ Ես կասեմ, որ 50 տարին ինձ բավարար է, որպեսզի իրերին ավելի լրջորեն հա նայենք։ Ինչ է նշանակում, թող են 3 չմասնակցեն։ Ասում են նրանք սնուցում են Փաշինյանի իշխանությունը։ Ենթադրենք ճիշտ ասում։ Կամ որոշ մասով ես ինքս էլ եմ բազմիցս ասել, բայց այս ասում է եկեղեցին է սնուցում, 3 նախագահներն են սնուցում, մեկ էլ Ռուսաստանն է սնուցում։ Լավ, ենթադրենք Ռուսաստանի հարցերը Թաթոյանը լուծեց։ Օրինակ, չգիտեմ, ինչ արեց, Ռուսաստանը վերացավ։ Եկեղեցու հարցերն էլ Նիկոլը լուծեց։ Ենթադրենք մնացել են 3 նախագահները սնուցող։ Այդ կոնսոլիդացիան որտեղ է, որ ես մի հատ տեսնեմ այդ կոնսոլիդացիան։ Նայեք, ասում է միջև հիմա 3 նախագահները չեն ասել, որ իրենք այ հենց հայտարարեն, որ իրենք չեն մասնակցելու 26-ի ընտրություններին։ Այդ կոնսոլիդացիան կտեսնեք, որտեղ խանգարում են այդ մարդիկ։ Հենց այդ եմ ասում եմ, չէ, ինձ ցույց տուր քո կոնսոլիդացիան։ Ես էլ գան քո կողք կանգնեմ 3 նախագահներին ասեմ, գիտեք, հարգելի 3 նախագահներ, այս է ճանապարհը։ Սա է փրկությունը։ Մի խանգարեք Նիկոլ Փաշինյանին հաղթենք, հետո երբ որ բնականon բաների վրա կընկնի մեր երկիրը, դուք էլ եք քաղաքական ուժ նայել, բոլորն էլ իրավունք ունեն, մենք օրինական երկիր ենք եւ հաջորդ ընտրություններին կներկայացրեք ձեր հայտը, թող մեր ժողովուրդը որոշի, լիբերալներին է ձայն տալի, պահպանողականներին է ձայն տալի, թե ազգային ուրեմն դաշնակներին է ձայն տալիս։ Բայց հիմա մենք այն իրավիճակում ենք, որ մենք ասենք 3 նախագահներ գնացեք տուն, ենթադրենք։ Իրենք խանգարում։ Հա, 3 դուք գնացեք տուն,
ու հենց դուք տուն գնացիք, ես մի հատ այնպիսի կոնսոլիդացիա։ Որովհետև ասում է հենց իրենք տուն գնան Նիկոլ Փաշինյանին կզրկեն մի շատ կարևոր գործիքից իրենց քննադատելով ձայն հավաքելուց։ Քո կոնսոլիդացիան ցույց տուր։ Ախր տենց չի լինում։ Սա այս քաղաքականությունը, գիտեք, մենք միշտ մի հատ խնդիր ունենք։ Մեր քաղաքական տարբեր պերիոդներում հայտնվում են մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվել, չգիտեն ինչ բան է քաղաքականությունը, ու գալիս գյուտեր են անում, լավ են անում։ Բայց մի հատ քննարկի, իսկ ում հետ ես քննարկել։ Իսկ ով կա, որ հնարավոր կոնսոլիդացիոն պարտներները ովքեր են։ Ենթադրենք դու կոնսոլիդացիա ես ուզում բան անես աճ ազգայնական ուժերի հետ։ Եղբայր, ես չեմ ուզում աճ ազգայնական իշխանություն ունենամ։ Մի հատ ասա ովքեր են այդ շրջանակը ասա։ Մենք որտեվ հենց ասեց, հիմա ես դες օրինակ կբերեմ 2008 թվականին Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանն ասեց չառաջադրվեց, որ ես առաջադրվեմ, ասեց ես առաջադրվում եմ։ Իմ կողքը կանգնել են 18 կուսակցություններ։ Ինձ խանգարելու ես թե դե գնացին խոսացին, ես չգիտեմ ինչ են խոսել։ Բայց իր հայտից հետո այդ երբ որ տեսավ ժողովուրդը ինքը գնահատեց, չէ, թե որն է այն բևեռը, որը պայքարելու է Սերժ Սարգսյանի նորընտիր, հա, նոր եկած թեկնածուի դեմ։ Ժողովուրդը ընտրեց այս երկուսից ում, հա գնացին։ Այն մյուսներն էլ որոշեցին, որ չէ, Արթուր Բաղդասարյանի հետ պիտի գնանք։ Ասում եք, քանի 3 նախագահների կան, ժողովուրդը այդ ընտրելու հնարավորությունը չունի։ Չենք տալիս ժողովրդին այլ ուժի տեսնելու հնարավորություն։ Ինքը մնում է նախկին ներկայի համատեքստում։ Ես չեմ կարող 3 նախագահներին ասեմ, ձեզ չեմ ընտրում, որովհետև հնարավոր է նոր ուժը ստեղծեք, ասեք ինձ կընտրես, թե ես թող ինքը ուժը ստեղծի։ Ձեր առաջարկ ստեղծում է դե ուժը։ Ուժը ստեղծում է, ինք ասում է մենք ժամանակ չունենք այլևս։ Մենք պիտի 2021-ի կրկնություն չունենանք։ Շատ ճիշտ է ասում։ Հիմա ես էլ ասում եմ հայտը ներկայացրա, այդ կոնսոլիդացիոն ուժի հայտը ներկայացրա, որ այս ժողովուրդը գան քո կարծիքին, որ գան քո հանրահավաքին կանգնեն գոռան Լևոն Հեռացի, Ռոբերտ Հեռացի։ Այսինքն ճիշտ մոդելը դա է։ Իհարկե, բայց ես չգիտեմ ինքը իսկ եթե խափում է, օրինակ, կամ չի խափում, անկեղծ մղումներով գնում այդ կոնսոլիդացիան չի ստացվում։ Ես պիտի գնամ բան, մեր ժողովուրդը պիտի գնա ստիպված, ոնց է կոչվում, այդ չգիտեմ ինչի թևերի, այդ միասնությունը ո՞րն է։ Քաղաքականությունը բանա, ասում է ինձ Հյուսիս, հարավ, տենց մի ասա, ինձ մատով ցույց տուր, ուր գնանք։ Հիմա մատով ցույց տուր, քո ուժը ո՞րն է, քո կոնսոլիդացիան ո՞րն է։ Շատ լավ, ես էլ եմ այդ ասում։ Ասում եմ, որ անհնար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկել, եթե չունենանք կոնսոլիդացիա։ Մի ուժ, երկու ուժ, 3 ուժ, բևեռներ, բայց մարդը պիտի հասկանա, որ այս ուժին ձայն տալով հնարավոր է փոխել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինքը ինչ է, ինքը մի հատ կուսակցություն է ուզում ստեղծի, դեռ ուզում է ստեղծի, չէ, որտեվ ել չգիտենք, հայտարարել են, որ կուսակցություն է ստեղծում։ Երկրորդ, երրորդ, մի ուժի անուն էլ է տվել։ Ես այդ ուժին կյանքում էլ ձայն չեմ տա։ Արդեն ինձ բանել է, որտեվ այդ կոնսոլիդացիան չի կարա որը նկատի ունեք։ Շան Դաշինքի հետ։ Շան Դաշինք կուսակցության հետ կներեք, այդ տարբեր բաները, դա Դաշինք չի, դա մի կուսակցություն է։ Հիմա ես ինչ անեմ, ես ասեմ ջնջում եմ ամբողջ օրակարգը, դաշտ քաղաքական դաշտի, որտեղ Արման Թաթոյանն ու Շահեն Հարությունյանը միավորվել են իրար հետ։ Այդ կներեք, անընդհատ խոսում են այդ բաների մասին, հա, հələ մի հատ նայենք մեր այդ գոնե վերջի 20 տարվա բանը, հա, քանի հոգի է հայտ ներկա, նույն ընտրության ժամանակ մենք ունենում ենք 20 վարչապետ։ Բոլորն էլ այնպես են խոսում, կարծես 5 օր հետո իրանք վարչապետ են արդեն, ապահովել են։ Վերջում գալիս են 2% ձայն են հավաքում, այդ 2% ձայնը անցնում է իշխանությանը։ Դե հանրապետականին կամ բանին։ Այս մոդելը այդպես էլ մեր քաղաքական ներկապանակը չհասկացավ, որ այո, պետք է կոնսոլիդացվել։ Իրենք ասում են, որ ժողովուրդ, մենք հաշվի ենք առնում սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ հասարակության 60%-ը չի ուզում նախկին, չի ուզում ներկա, եւ դրանից ծնված առաջարկ ենք ներկայացնում -3 նախկին նախագահներ եւ կոնսոլիդացիա այս կողմում։ Դա ենք առաջարկում։ Հիմա ես մի հատ հասարակ բան ասեմ, հա, որ միանգամից հերկվի։ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, որը 21 թվին է, չի փոքրացել է, բայց այնուամենայնիվ կա։ Ձայն տալու է Արման Թաթոյանին։
Սերժ Սարգսյանը ձայն տալու է Արման Թաթոյանին։ Հələ ինձ մի կողմ դնեմ։ Չի տար, այդ ոնց եղավ, այդ եղավ 60% մինուս 30% օրինակ կամ 20%։ Այսինքն այդ չեղավ կոնսոլիդացիա ինչ որ բանի շուրջ։ Այդ եղավ եղածներ քանդելու մի հատ process։ Այո, ես միշտ եմ ասել, բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ չեմ հրաժարվում, մինչև 26 թվականի ընտրություններ կրկնելու եմ, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է Ռոբերտ Քոչարյանից։ Ռոբերտ Քոչարյանի համար կենսական անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ լինելը։ Իրանց մոտ այդ կա մի հատ բան, մեկը մյուսից սնվելու մի հատ բնական վիճակ է ստեղծվել։ Բայց ես չեմ կարող ասել Ռոբերտ Քոչարյան դու թող գնա ու ոչ մի բան չառաջարկեմ։ Մենք ունեցել ենք չէ առաջարկ 21 թվականին։ 3 նախագահների ուժերը միավորվում են մի հատ նախապայմանով։ 3 նախագահները որևէ պաշտոնի չեն հավակնելու, դուրս են գալիս քաղաքականությունից։ Դա Թաթոյանի ասացին նման է, 3 նախագահները դուրս են գալիս քաղաքականությունից։ Բայց ինչից հետո մենք ախր հենց այդ է, մենք տալիս ենք այն բանը։ Այսինքն դուք ասում եք մի հատ 3-ով միավորվեք նոր Դու չէ, ես ասում եմ պարոն Թաթոյան, դու մի հատ ասա ովքեր այդ կոնսոլիդացիան ովքեր ումով է անում։ Մի հատ այդ ուժի հիմա բանը կարողանում ենք, չէ, որոշակի գնահատենք մեր ձևով շարժման ռեալությունը, հնարավորությունը, թույլ տեղերը, ուժեղ տեղերը կարողանում ենք, չէ, գնահատենք։ Տեսնում ենք ինչ որ բան են ասում։ Պարոն Թաթոյանը ասում է այս սրանք որ չլինի, նա կլինի, այդպես չի լինում։ Այս սա կա, այս սրան խանգարում են մյուսները։ Եթե ուզում է ասի, որ եթե իրանք չլինեն, ես մենակս կկարողանամ։ Ես մենակս չէ։ Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա կլինի, եթե 3-ը չլինեն։ Նորից եմ ասում, ուր է այդ կոնսոլիդացիան։ Չկա, որովհետև 3-ը կան։ Ես էլ ասում եմ, չի լինում այդպես է հախել։ Հիմա գիտեք, կարող է 3-ից հետո ինքը որոշի, որ պիտի Սամվել Կարապետյանն էլ չլինի։ Այս Սամվել Կարապետյանը չլինելուց հետո որոշի, որ ծրագիր, հայտ, որը քննարկման առարկա առնվազն քաղաքական ուժերի ճամբարում։ Բայց մենք գիտենք ոնց է այդ արվում։ Այդ արվում են կոնսուլտացիաների միջոցով, դիրքորոշումներ։ Ես հիմա ասում եմ, հիմա ենթադրենք ես միանում եմ իրան, ասում եմ, այո, պարոն Թաթոյան, ես քո կողքն եմ։ 3 նախագահները պիտի չառաջադրվեն։ Ենթադրենք 2000 մարդով հասարակությանը հայտնի մարդիկ կարողանում են այդ կարծիքը բան անել, հա, պարտադրել 3 նախագահներին, օրինակ։ Ու վաղը պարոն Թաթոյանը հայտարարում է, որ լայն կոնսոլիդացիա է ստեղծում Դաշնակցության հետ, Բևերի հետ, Շանթ Դաշինքի հետ, չգիտեմ, ելով կա։ Աճ ազգային ուժերի, այդ ձախ ազգայնական ուժերի հետ, հա, ծայրահեղ ազգայնական մի հատ դաշինք է ստեղծում։ Ես էլ ասում եմ, բայց այն գլխից ասել, ես կգնայի Տեր-Պետրոսյանին կհամոզեի, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցել, որտեղ ես ուղն ու ծուծով լիբերալ մարդ եմ։ Ես չեմ կարող Դաշնակցության հետ նույն բանի կողքը կանգնեմ։ Դրա համար եմ ասում, նախնական այդ կոնսուլտացիաների բաների արդյունքում ինքը պիտի ունենար առաջարկ արդեն։ Գոնե ինքը պիտի հայտարարեր, հա, ասել, այ 3 նախագահների գնալու դեպքում այս ուժերի հետ հնարավոր եմ համարում նախընտրական դաշինք կամ չգիտեմ, միասնական հարթակ եւ այլ։ Իսկ ընդհանրապես կներեք, դուք մի հատ ընտրողի աշխով նայեք։ Ընտրողը նայում է պարոն Թաթոյանին, որը մոռանանք այն բաները, հա, ասենք, պաշտոնյա բանը, այդ ամբից կենսագրությամբ քաղաքական գործիչ է, չի եղել քաղաքական գործիչ նախկինում։ Ոչ ճամբարա փոխել, ոչ բան արել, եղել է պետական պաշտոնյա։ Հիմա մեկ էլ պարոն Թաթոյանին ասում է, շատ լավ, խելացի տղա է, իրավաբան է, ամբից քաղաքական կենսագրությունն եւ այլն։ Հիմա ու լսում է, պարոն Թաթոյանն ասում է, որ այն 3-ին տուն ուղարկեք, որ ինչ-որ բան լինի։ Ես սովորական ընտրող լինելով, բայց բան, հա, գրագետ օրինակ։ Ես ոնց կգնամ մի բանի հետևից, որը չգիտեմ ինչ է, ու գնամ այնտեղ, չգիտեմ որտեղ։ Հետևաբար 2026 հերթական ընտրություններին ընդառաջ մեր ներքաղաքական դաշտում ինչ իրավիճակ է տիրում։ Տեսեք, դուք որքան հարցեր եք բարձրացնում, որոնք փաստորեն օդից կախված են, պատասխանները չկան։
Այսինքն ես կարող եմ ասել, որ ընդդիմադիր դաշտում դեռ կան շատ հարցականներ, իսկ ՀՊԱ-ականների դաշտում ամեն ինչ հստակ է, իրենք գիտեն բյուջեի փողը ինչպես օգտագործել, քարոզ արշավանել, գնալ ընտրության։ ՀՊ-ի դաշտում կա մի հատ բաց հարց։ Որը։ Արդյոք ընդդիմությունը կկարողանա միավորվել եւ իշխանությունը վերցնել, թե մեզ կհաջողվի մասնատել, հա, ջարդել, պարակտել, ջարդել եւ ասենց մի շնչով վերարտադրվել։ Այս մի հարցն է մնացել։ Նույն հարցը կա ընդդիմադիր դաշտում։ Արդյոք ընդդիմությունը կկարողանա կոնսոլիդացվել մեր ընտրողին ցույց տալ, հա, այն բևեռը կամ բևեռները, որոնք կարող են փոխել։ Հիմա մի հատ շատ կարևոր հարց կա։ Կարող եք ասել Արման Թաթոյանի կուսակցությունից, եթե վաղը ինքը ստվերային կառավարություն հայտարարի, մեր հասարակությունը վստահելու է այդ մարդկանց։ Քանի հոգու է ճանաչելու, որ վստահի որպես օրինակ արտաքին գործերի նախարար։ Դրա համար պիտի մի հատ այնպիսի ուժ իրականում 2-3, հա, բայց այնպիսի ուժեր պիտի լինեն, որոնց նկատմամբ, չգիտեմ, բանի մեղրի ագարակի բնակիչ է ցուցակը նայելու դեպքում գոնե հասկանա, որ այս մարդիկ կարող են կառավարություն կազմել, իսկապես ունեն այդ ներուժը, եւ ես գուցեև այս մարդկանց էլ մտածեմ, գուցե այս մարդկանց եմ իմ քվեն տալու։ Դուք կարծում եք մեղրի բնակիչը ցուցակի համարներին է նայելու, թե առաջնորդին։ Տեսեք, արդեն վերջացել է առաջնորդը։ Մենք ցավոք սրտի չունենք հիմա այնպիսի լիդերներ կամ գուցեև 1, 2, 3, չգիտեմ, ես ամեն դեպքում ես չեմ տեսնում քաղաքական դաշտում լիդեր, որը ինքնուրույն կկարողանա process ստեղծել ու ղեկավարել այդ process-ը։ Այդ ցավալիորեն եմ ասում։ Ցավալիորեն եմ ասում։ Դրա համար մենք պետք է գնանք թիմային մոդել առաջարկելու։ Այո, մարդիկ տեսնեն թիմ, որը կարող է ստանձնել իշխանությունը։ Հիմա նույն եթե պրոյեկտ ենք ձեր ասածը Հայ ազգային կոնգրեսի վրա, ընտրությունները սարերի հետևում չեն, դուք ինքներդ ձևավորում եք, փորձում եք ինչ-որ բան անել այդ կոնսոլիդացիային գնալու համար։ Այո, Հայ ազգային այդ գաղտնիք չի։ Այն որ ասում է ինքներդ ձեզնից սկսեք։ Արդեն 1 տարուց ավել է տարբեր, ամենատարբեր ուժերի հետ, անհատների հետ, հա, այդ կոնսուլտացիաները կատարվում են, շարունակվում են եւ մենք էլ ունենք, Հայ ազգային կոնգրեսի տարբերություն այս նորաստեղծ ուժերի, մենք մեզ ներկայացնելու կարիք չունենք, մեզ ճանաչում են, այլ բան է, որ մեր մեջ կտեսնեն, ուրեմն ուժային կենտրոն, հա, ազդեցության կենտրոն եւ կվստահեն, կտան մեզ այդ քվեն, թե օրինակ 21 թվականին մեր ցավոք սրտի բազմաթիվ կողմնակիցներ իրենց ձայնը տվել են 2 հիմնական ճամբարներին։ Նույն մտայնությամբ, որ մի մասը խաբված լինելով այդ բանին, որ Նիկոլ Փաշինյանին ձայնա տվել, որպեսզի նախկինները չգան իշխանության, մյուս մասը ձայնա տվել այդ ասենք Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի հնարավորություն լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Համարելա, որ նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն։ Այս է խնդիրը, որ մենք պիտի մեր հայտը այնպես պիտի ձևակերպենք, որ այն մարդիկ, ովքեր որ մեր կողմնակիցն են, հավատան, որ մենք կարողանանք փոխենք, բայց միևնույնն է, մենք գնահատում ենք իրավիճակը ու մենք կարծում ենք, մեր հայտը միշտ կարող ենք ներկայացնել, բայց մենք կարծում ենք, որ 26 թվականի խնդիրը լուծելու համար մենք պիտի ամեն դեպքում գնանք կոնսոլիդացված մի հատ ժողովրդին պիտի ցույց տանք մի հատ ուժ, որը եւ կարող է փոխել ընտրությունների միջոցով իշխանությանը եւ կարող է ստանձնել պետության հետագա կառավարումը։ Դուք շատ լավ բան եք ասում, պետք է գնալ կոնսոլիդացիայի։ Երբ դուք խոսում եք ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին, դուք պատկերացնում եք Հայ հեղափոխական դաշնակցության հետ կոնսոլիդացիա, թե առանց Հայ հեղափոխական դաշնակցության կոնսոլիդացիա։ Ես հիմա չեմ կարող բացել այդ մանրամասները։ Տեսական կարելի է պատկերացնել ցանկացածի հետ, բայց ավելի գիտեք, ուղղակի բաներ կա, որ նույն ընտրողը չի հասկանում,
Օրինակ հայ-հեղափոխական դաշնակցությանը չասենք, ենթադրենք մեզ ու ազգային բևեռին իրար հետ չեն պատկերացնում։ Ազգային բևեռին շատերի հետ չեն պատկերացնում։ Հա, ես դրա համար եմ հենց այդ կոնտրաստը մեծացնում եմ, որպեսզի մեզ ու ազգային բևեռին օրինակ բաներ կա, որ ընտրողի համար կարա խորտ լինի։ Ես դրա համար եմ ասում, որ չեմ բացառում, որ կարա 2 կամ 3 տենց լուրջ բևեռ լինի։ Այստեղ կարևորն է նա, որ այն 40%-ը հասկանա, որ ինքը ունի ուժ, որին կարող է վստահել։ Որտեւ տեսեք, ենթադրենք մեզ X ուժին, Y ուժին առանձին այս մարդիկ կարող են մնան տանը չգան, բայց երբ որ միասին տեսնեն, գան։ Արդեն այդ իրենց կմոտիվացնի, որպեսի տուն գան, որպեսի դուրս գան տնից, որովհետեւ այս ուժը միավորվելով արդեն ռեալություն է ստեղծել, որ ինքը կարողանա ենթադրենք 16% ձայն հավաքի ու այն եղած 2 ուժերի հետ միասին կկարողանան իշխող ուժին հեռացնել իշխանությունից։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս Արմեն Խաչատրյանն էր, կհանդիպենք երկուշաբթի։